Ես դատարանին հայտարարեցի, որ պատրաստվում եմ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդություններ կայացնել, դատարանը հրաժարվեց այդ միջնորդությունը առհասարակ քննության առնել եւ դատական նիստը հայտարարեց փակված, հայտնեց հաջորդ դատական նիստի օրը, սա բացահայտ կամայական քայլ էր դատարանի կողմից, թեկուզ հենց այս process-ի ընթացքում նման ակնհայտ աղաղակող կամայականություն դատարանի կողմից չէր եղել, որովհետև բոլորս գիտենք, որ միջնորդություններով հանդես գալը դատավարության մասնակիցների իրավունքն է եւ նրանք դրանից պետք է օգտվեն լիարժեք կերպով, ինչեւ է, փաստենք, որ սահմանափակվեց։ Ես ասեմ, ինչով էր կարևորվում նման միջնորդությամբ հանդես գալու անհրաժեշտությունը։ Համաներման մասին ազգային ժողովի կողմից ընդունված որոշմամբ էր դա պայմանավորված, որովհետև պարզ դարձավ, որ համաներումը տարածվում է Տիգրան Առաքելյանի վրա, եւ եթե ընդունենք, որ այսօր դատական process-ը ավարտվեր եւ դատարանը հեռանար որոշում կայացնելու, դատարանը, եթե նույնիսկ ընդունենք, որ անփոփոխ կթողներ դատավճիռը, միևնույն է, նրա նկատմամբ պետք է կիրառեր նաև համաներում եւ նա ազատ արձակվեր դատական նիստերի դահլիճում։ Այսինքն այն հիմքերը, որոնք նախկինում բերվում էին դատարանի կողմից Տիգրան Առաքելյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը հիմնավորելու համար, որ նա կարող է թաքնվել քննությունից, խուսափել քրեական պատասխանատվությունից, այդ հիմքերը վերացել էին այն պահից, երբ պարզ էր դարձել, որ համաներումը տարածվում է նաև Տիգրան Առաքելյանի նկատմամբ։ Մենք բնականաբար ես նախկինում եւս բազմիցս հայտարարել եմ, որ մեր նպատակը Տիգրան Առաքելյանի եւ մյուս տղաների արդարացմանը հասնելն է։ Մենք իհարկե կարող էինք process-ը արհեստականորեն արագացնել, այսօր գալ դատական նիստի սկզբում հայտարարել, որ մենք նոր միջնորդություններ չունենք, որ մենք պատրաստ ենք ճառերի կիսատ պրատ ինչ-որ ճառ ասել, դատարանն էլ այսօր հեռանար խորհրդակցական սենյակ, գար հայտարարել եւ Տիգրանը հայտնվել ազատության մեջ։ Բայց մենք ցանկանում ենք լիարժեք օգտվել մեր դատավարական իրավունքներից, նորից եմ կրկնում, որ մեր նպատակը հիմնավորելը, ապացուցելն է, որ Տիգրան Առաքելյանը եւ մյուս տղաները ոստիկանության կողմից կամայականությունների, հանցանքների զոհ են, նրանք չեն հանցագործները, այլ նրանց նկատմամբ ապօրինի գործողություններ կատարողները։ Եվ անկախ դատարանի նման խայտառակ վարքագծից մենք լիարժեք օգտվելու ենք մեր իրավունքներից։ Հաջորդ դատական նիստի ընթացքում ես այսօր հայտարարում եմ, մենք նորից պնդելու ենք մեր միջնորդությունները։ Դուք կարծում եք դեռևս քաղաքական որոշումը չկա, որ Տիգրան Առաքելյանը պետք է ազատվի։ Չգիտեք ինչ, ամեն դեպքում քաղաքական որոշում կայացվել է, որ Տիգրան Առաքելյանը պետք է ազատվի համաներման ակտի ընդունմամբ։ Բայց դատավորը, քանի որ դատարանը պատրաստվում է դա անել վերջնական որոշմամբ, իսկ մենք մինչև վերջնական որոշում ենք միջնորդում նրան ազատ արձակել։ Հետևաբար իրանք մտածում են, որ այս դեպքում նույնպես պետք է համաձայնեցնել, ես այդպես եմ կարծում։ Դատարանը ուզում անել են, ինչ որ դուք եք ասում, այլ ուզում է անել են, ինչ որ իրեն ասում է այդ։ Ավելին ասեմ, ես գտնում եմ, որ ոչ թե դատարանը պետք է սպասեր, որ մենք հանդես գայինք նման միջնորդությամբ, դատարանը սեփական նախաձեռնությամբ պետք է Տիգրան Առաքելյանի կալանքը վերացներ եւ այսօր դատական նիստը սկսվելու պես այդ մասին պետք է հայտարարվեր, որ նա այլևս ազատության մեջ է։ Բայց դատարանը ինչպես եւ կանխատեսելի էր նման հայտարարություն չարեց ու մենք ցանկացանք ստիպված այդ միջնորդություն։